Բարև ձեզ սիրելի ընկերներ։ Խնդրում եմ պատրաստվեք կարդալու Պետրոսի երկրորդ նամակի առաջին գլուխը։ Պետրոսի երկրորդ նամակը, գլուխ առաջին։ Եվ մինչ դուք այն բացում եք, ես ձեզ մի գեղեցիկ առասպել կպատմեմ։ Այս առասպելը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք ապրում էին հարևան հողամասերում։ Նրանցից մեկը մեծ ընտանիք ուներ, շատ երեխաներ։ Մյուսը մենակ էր ապրում։ Եվ մի գիշեր առաջին եղբայրը չէր կարողանում քնել։ Նա շուռ էր գալիս եւ շարունակ մտածում էր իր երկրորդ եղբոր մասին։ Նա մտածում էր. եղբայրս մենակ է ապրում, կին ու երեխաներ չունի, որ իր միայնությունը լուսավորեն։ Տնային գործերում օգնող չկա։ Հիմա մի քանի խուրձ ցորեն կվերցնեմ ու կդնեմ նրա դաշտում, որ լավ զգա իրեն։ Նույն ժամին երկրորդ եղբայրը նույնպես արթուն էր եւ մտածում էր. եղբայրս մեծ ընտանիք ունի։ Եվ նրա կարիքները շատ ավելի մեծ են, քան իմը։ Մինչ նա քնած է, մի քանի խուրձ ցորեն վերցնեմ եւ թողնեմ նրա դաշտում, որպեսզի նա լավ զգա իրեն։ Այսպիսով երկու եղբայրներն էլ չիմանալով միմյանց ծրագրերը, գիշերը դուրս եկան իրար դիմաց։ Տանելով ցորենի խուրձեր, դրանք միմյանց տալու նպատակով եւ հանդիպեցին իրենց հողամասերի սահմանին։ Տեսնելով միմյանց եւ հասկանալով, թե յուրաքանչյուրն ինչ է ուզում անել, եղբայրները գրկախառնվեցին եւ ուրախությունից լաց եղան։ Տարիներ անց նրանց հանդիպման վայրում կառուցվեց Երուսաղեմի տաճարը։ Իհարկե, սա ընդամենը առասպել է, եւ իհարկե Երուսաղեմի տաճարի ծագման պատմությունը իրականում այլ է։ Սակայն այս առասպելը պատկերում է մի գեղեցիկ եւ անսասան ճշմարտություն։ Թույլ տվեք այսպես ասել, որտեղ երկու եղբայրական սերեր հանդիպում են, այնտեղ ծնվում է եկեղեցին։ Որտեղ երկու եղբայրական սերեր են հանդիպում, այնտեղ եկեղեցի է ծնվում։ Քրիստոսն ասաց. ուրեմն բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե ինչ ունենաք, սեր ձեր միջև։ Այսինքն եղբայրական սեր։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել հոգևոր աճի սանդուղքը եւ արդեն հասել ենք 6-րդ որակին, որը հենց եղբայրական սերն է։ Եկեք կարդանք մեր տեքստը։ Պետրոսի երկրորդ նամակը, գլուխ առաջին, 5-ից 7-րդ համարները։ Պետրոսի երկրորդ նամակ, գլուխ առաջին, 5-ից 7-րդ համարները։ Քանի որ ձեզ արդեն տվել է կյանքի եւ աստվածպաշտության համար անհրաժեշտ ամեն ինչ, ասում է Պետրոսը, դուք նույնպես այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատը հարստացրեք առաքինությամբ, առաքինությունը գիտությամբ, գիտությունը ժուժկալությամբ, ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածպաշտությամբ, աստվածպաշտությունը եղբայրասիրությամբ եւ եղբայրասիրությունը սիրով։ Այսպիսով, ինչպես ասացինք, մենք արդեն հասել ենք 6-րդ որակին, 6-րդ աստիճանին, որը եղբայրական սերն է, եւ այսօր մենք այն ավելի մանրամասն կքննենք։ Նախ եւ առաջ, ինչ է եղբայրական սերը։ Եղբայրական սերը, ինչպես պարզ է դառնում հենց բառից, սեր է եղբայրների նկատմամբ։ Որ եղբայրների կհարցնեք դուք։ Գուցե դա սեր է ընտանիքի արյունակից եղբայրների նկատմամբ։ Ոչ։ Նոր կտակարանի համատեքստում այս տերմինը եղբայրական սերը միշտ նշանակում է սեր եկեղեցու, այսինքն մեր հոգևոր եղբայրների եւ քույրերի նկատմամբ։ Այս տերմինը մի քանի անգամ հանդիպում է նոր կտակարանում եւ միշտ վերաբերվում է հատկապես Հիսուս Քրիստոսին հավատացողներին։ Ես կբերեմ մի քանի օրինակ, որոնք շատ հստակ ցույց են տալիս այս ճշմարտությունը։ Առաջին Թեսաղոնիկեցիներ 4:9։ Բայց եղբայրասիրության մասին կարիք չկա մի բան գրելու ձեզ, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել։ Պողոսը դիմում է եկեղեցուն, խոսելով եղբայրական սիրո մասին եւ ասելով, որ դուք արդեն Աստծուց սովորեցվել եք սիրել միմյանց։ Եղբայրական սերը միմյանց հանդեպ սերն է եկեղեցում։ Դա հավատքի մեջ եղբայրների եւ քույրերի հանդեպ սերն է։ Հռոմեացիներ 12:10։ Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցեք։ Կրկին, եղբայրական սեր ունեցեք միմյանց հանդեպ։ Այստեղ խոսում ենք եկեղեցու մասին։ Ա Պետրոս գլուխ առաջին, համար 22։ Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ, անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրեք։ Պետրոսը կրկին գրում է քրիստոնյաներին։ Նա գրում է քրիստոնյա հավատացյալների լայն շրջանակին, երբ խոսում է եղբայրական սիրո մասին, ասում է. անդադար սիրեք միմյանց։
Այսպիսով եղբայրական սերը սեր է հավատացյալների նկատմամբ, սեր է եկեղեցու նկատմամբ, այսինքն Հիսուս Քրիստոսի բոլոր հավատացյալների նկատմամբ։ Պետք է ընդգծել, որ սա սեր չէ միայն սեփական փոքր եկեղեցու, սեփական փոքր համայնքի նկատմամբ, այլ սերը բոլոր եղբայրների եւ քույրերի նկատմամբ, այսինքն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատկանում են Հիսուս Քրիստոսին եւ մեզ հետ կազմում են մեկ մեծ հոգեվոր ընտանիք։ Եղբայրական սերը սեր է ամբողջ տիեզերական եկեղեցու Հիսուս Քրիստոսի բոլոր հավատացյալների նկատմամբ։ Եվ ինչով է այս որակը բացակայում մեր ժամանակներում։ Մի մարդ, որը մեր եկեղեցուց չէր, ինձ նամակ գրեց։ Ես կկարդամ այն ձեզ համար։ Ես կմեջբերեմ նրա նամակից մի քանի բառ։ Նա գրում է. ավելի ու ավելի հաճախ եմ լսում հայտարարություններ, որ եկեղեցում եղբայրասիրությունը դարձել է ձևականություն, դատարկ արտահայտություն։ Ես սկսեցի ավելի ուշադիր ուսումնասիրել սա եւ նկատեցի, որ այո, սա իսկապես ճիշտ է։ Մարդը դիտարկումներ է անում, որ եկեղեցում եղբայրասիրությունը վերածվել է ձևականության, դատարկ արտահայտության, բայց եկեղեցին իրականում չի ապրում ընտանեկան հարաբերություններով։ Եվ նա մի քանի օրինակ է բերում։ Մի օրինակ է այն, թե ինչպես են եկեղեցու եղբայրները հաճելի զրույց ունենում։ Իսկ հանդիպումից հետո ավտոբուսի կանգառում մեկ անցնում է մյուսի կողքով եւ ոչ միայն չի հարցնում, թե կարող է նրան մեքենավ տանել, այլև ջրափոսից ջուր է ցողում նրա վրա։ Կամ մեկ այլ օրինակ, թե ինչպես մի եղբայր խնդրում է մյուսին օգնել իրեն աշխատանք գտնել, եւ նա պատասխանում է. Դե ինչի՞ս է դա պետք։ Ինչու պետք է ներկայացնեմ ինձ ուրիշին եւ բան խնդրեմ։ Առաջին եղբայրը կրկին հարցնում է նրան. բայց եթե ես քո հարազատ եղբայրը լինեի, դու կգնայիր ու կխնդրեիր, այդպես չէ։ Նա պատասխանում է. դե դա ուրիշ հարց է։ Եվ այսպիսով նա ցույց է տալիս, որ իր արյունակից ազգականների, եղբայրների ու քույրերի հանդեպ սիրո եւ հավատքի եղբայրների ու քույրերի, եկեղեցու հանդեպ սիրո մեջ կա հսկայական տարբերությունները ըմբռնման մեջ։ Եվ կարելի է բերել նմանատիպ շատ ավելի օրինակներ։ Այս եղբայրն իր նամակը ավարտում է հետևյալ խոսքերով. Ես խոսեցի 20 տարեկանից փոքր երիտասարդների հետ, եւ նրանք պարզապես ծիծաղեցին, ասելով ինչ եղբայրասիրություն։ Յուրաքանչյուր մարդ իր համար։ Մյուսներն ասում են. դա ուղղակի ձևականություն է։ Պարզապես ընդունված է այդպես ասել։ Ակնհայտորեն նկատի ունի, որ երբ մենք միմյանց եղբայրներ եւ քույրեր ենք անվանում, դա պարզապես դարձել է ավանդական տերմին։ Դա մի տեսակ սովորություն է դարձել։ Մենք իրականում եկեղեցում մարդկանց չենք համարում եղբայրներ ու քույրեր, կամ ինչպես մեր ընտանիք։ Մենք նրանց չենք ընդունում որպես մեր եղբայրներ ու քույրեր, որպես մեր ընտանիք։ Մենք պարզապես սովոր ենք այն բանին, որ երբ գնում ենք աշխարհիկների համայնք, նրանց դիմում ենք տիկնայք եւ պարոնայք խոսքերով։ Երբ մենք գնում ենք կրոնական համայնք, մենք միմյանց դիմում ենք եղբայրներ եւ քույրեր։ Ոչ մի տարբերություն չկա։ Եղբայրներն ու քույրերը նույնն են, ինչ տիկնայքը եւ պարոնայքը։ Սա չի նշանակում, որ նրանք իմ եղբայրներն ու քույրերն են։ Սա ցույց է տալիս շատ եկեղեցիներում առկա լուրջ խնդիրը։ Լուրջ խնդիր, որը կարող է իրականում հարվածել ցանկացած եկեղեցու։ Եթե մենք չմտահոգվենք դրա համար եւ չփորձենք խուսափել դրանից կամ շտկել այն։ Պողոս առաքյալը զգուշացրեց, որ վերջին օրերում դժվար ժամանակներ են լինելու։ Սա Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակն է, գլուխ 3։ Գլխի հենց սկզբում նա ասում է. իմացեք, որ վերջին օրերում դժվար ժամանակներ կգան, եւ բացատրում է, թե ինչն է այդ ժամանակների դժվարությունը։ Որովհետեւ մարդիկ եսասեր կլինեն։ Մարդիկ եսասեր կլինեն։ Մարդիկ կենտրոնանում են իրենց սիրելու վրա։ Եվ այդ պատճառով չեն կարողանում սիրել մեկ ուրիշին։ Քանի որ մարդիկ դառնում են եսասեր եւ մտահոգվում են միայն իրենց կարիքներով, իրենց ցանկություններով, իրենց խնդիրներով։ Եվ դրա պատճառով նրանք չեն կարող սեր ցուցաբերել ուրիշների նկատմամբ։ Եղբայրական սեր։ Սակայն սա հսկայական խնդիր է։ Ինչու է եղբայրական սերը կարևոր։ Ինչու է Տերը մեզանից եղբայրական սեր պահանջում։ Կան մի քանի պատճառներ։ Ես կթվարկեմ մի քանի պատճառ, թե ինչու եղբայրական սերը, եկեղեցու հավատացյալների հանդեպ սերը մեր հոգևոր աճի շատ կարևոր մասն է կազմում։ Առաջին պատճառն այն է, որ դա եսասիրությունից հեռանալու առաջին քայլն է։ Եղբայրական սերը եսասիրությունից հեռանալու առաջին քայլն է։ Ես սխալ չեմ ասել, երբ ասել եմ, որ սա առաջին քայլն է։ Հիմա կհասկանաք, թե ինչու։ Ես դա կբացատրեմ։ Եկեք եւս մեկ անգամ հիշենք հոգևոր աճի սանդուղքը։
որը մենք արդեն բավականին երկար ժամանակ քննարկում ենք այս ուղերձում։ Այս սանդուղքը սկսվում է առաքինությունից, այսինքն Աստծուն հնազանդվելու ցանկությամբ, ճիշտ դրդապատճառով, բարու ցանկությամբ։ Ապա այն շարունակվում է առաքինության մեջ եղած գիտությամբ։ Հիշում եք, ցույց տվեք գիտելիք, ինչը սինոդալում թարգմանվում է որպես խոհեմություն։ Գիտելիքի մեջ պետք է ժուժկալություն ցուցաբերել, ժուժկալությանը ավելացնել համբերություն, ապա բարեպաշտություն եւ այլն։ Այսպիսով, երբ այս սանդուղքով հասնում ենք բարեպաշտության, մեզ կարող է թվալ, որ սա արդեն հոգևոր կյանքի գագաթնակետն է։ Հիշում եք, երբ նախորդ քարոզներում քննարկեցինք բարեպաշտությունը եւ խոսեցինք դրա էության մասին։ Մենք ասացինք, որ դա արդարություն է կյանքի բոլոր ոլորտներում։ Նախորդ ժուժկալության եւ համբերության փուլերն ավելի նեղ են։ Մեկ կոնկրետ մեղքից հեռու մնալը, մեկ կոնկրետ իրավիճակում համբերատար լինելը։ Բայց եթե մարդը զերծ է մնում մեկ մեղքից եւ չի զերծ մնում մյուսից, նա չի կարող կոչվել բարեպաշտ։ Մարդը կարող է բարի լինել, կարող է օգնել մարդկանց եւ շատ բարի գործեր անել, բայց եթե նրա կյանքում կան ոլորտներ, որոնք չեն ենթարկվում Աստծուն, ապա նա բարեպաշտ մարդ չէ։ Բարեպաշտությունը կյանքի բոլոր ոլորտների հնազանդությունն է Աստծո օրենքին, Աստծո կամքին, Աստծո պատվիրաններին։ Եվ երբ մենք խոսում ենք այս որակի մասին, թվում էր, թե սա արդեն վերջն էր, սա արդեն գագաթնակետն էր։ Թվում էր, թե անհնար էր ավելին ցանկանալ։ Ինչը կարող է ավելի բարձր լինել, քան արդարությունն ու արդարադատությունը կյանքի բոլոր ոլորտներում։ Եթե մենք կատարում ենք Աստծո օրենքը մեր կյանքի յուրաքանչյուր հարցում, ապա ինչը կարող է դրանից ավելի բարձր լինել։ Բայց հետաքրքիր է, որ հոգևոր աճի փուլերը չեն ավարտվում բարեպաշտությամբ։ Բարեպաշտությունից հետո կան ևս երկու քայլ՝ եղբայրական սեր եւ սեր։ Երբևէ մտածել եք, թե ինչու աստվածպաշտությունը սրբացման վերջին փուլը չէ։ Ամենահավանական պատասխանը, ինչպես ինձ թվում է, հետևյալն է։ Բարեպաշտությունը սրբացման գագաթնակետը չէ, քանի որ այս որակը ինքնին կարող է եսասիրական լինել։ Աստվածպաշտությունը սրբացման գագաթնակետը չէ, քանի որ այդ որակը ինքնին կարող է եսասիրական եւ եսակենտրոն լինել։ Մարդը կարող է լինել բարեպաշտ, այսինքն արդար կյանքի բոլոր ոլորտներում, իր սեփական օգտի համար։ Ընդհանուր առմամբ հոգևոր աճի այս սանդուղքի բոլոր նախորդ որակները կարելի է ձեռք բերել հենց քեզ համար։ Մենք կարող ենք առաքինի լինել, այսինքն ձգտել բարուն մեզ համար, որպեսզի կարողանանք լավ զգալ։ Մենք կարող ենք ձեռք բերել գիտելիքներ, խոհեմություն, գիտելիքներ մեզ համար, որպեսզի լինենք խելացի կամ հայտնի, լինենք որպես իմաստուն, կամ իմանանք, թե ինչպես լուծել կյանքի որոշ խնդիրներ եւ այլն։ Մենք կարող ենք ձեռնպահ մնալ մեղքից։ Հաջորդ քայլը ժուժկալությունն է, մեզ համար ավելորդ խնդիրներից խուսափելու համար, քանի որ անզսպությունը անպայմանորեն հանգեցնում է խնդիրների։ Մենք կարող ենք համբերատար լինել ինքներս մեզ համար, որպեսզի դիմանանք դժվարություններին, ուժեղ լինենք։ Եվ մենք կարող ենք աստվածավախ լինել նույնպես մեր համար, որպեսզի կարողանանք լինել հանգիստ, վստահ եւ գոհ մեզանից։ Երբ մենք որպես քրիստոնյաներ, ովքեր հավատում են Աստծուն, նայում ենք մեր կյանքին եւ չենք տեսնում որևէ էական շեղում Սուրբ Գրքից, տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ մեր կյանքը լավ է ընթանում։ Մենք պարկեշտ քրիստոնյաներ ենք, բարեպաշտ քրիստոնյաներ։ Կարող ենք կանգ առնել դրա վրա եւ զգալ մի տեսակ ինքնագոհություն։ Իմ մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է, լավ է, այդքան էլ վատ մարդ չեմ, մեծ բաց թողումներ չունեմ։ Բայց սիրելի բարեկամներ, մեր հոգևոր աճը կլինի կիսատ եւ նույնիսկ թերի, մինչև մեր ուշադրությունը մեզանից չանցնի ուրիշների վրա։ Մեր հոգևոր աճը կմնա կիսատ եւ նույնիսկ թերի, մինչև մեր ուշադրությունը մեզանից չանցնի ուրիշների վրա։ Եվ սա հենց այն է, ինչ բնորոշ է սիրուն։ Ա Կորինթացիներ 13:5-ում սիրո բնութագրիչներից մեկը այն է, որ սերը իրենը չի փնտրում։ Սերը իրենը չի փնտրում։ Սերը արմատապես անձնուրաց է։
Սերը ուշադրությունը տեղափոխում է մեկ այլ մարդու վրա։ Նա իր մտքերի, իր ապրումների, իր մտահոգությունների կենտրոնում մեկ ուրիշին է դնում։ Սերը եսասիրություն չէ։ Հետևաբար հոգևոր աճի բարձրագույն նպատակը բարեպաշտությունը չէ, այլ սերը։ Ավելի ճշգրիտ։ Հոգևոր աճը չի կանգ առնում բարեպաշտության վրա, այլ անցնում է բարեպաշտությունից այն կողմ, դեպի սեր, որը չի փնտրում իր սեփական բարօրությունը, այլ փնտրում է ուրիշների բարօրությունը։ Եվ սիրել սովորելու առաջին քայլը հենց եղբայրական սերն է։ Սերը սովորելու առաջին քայլը հենց եղբայրական սերն է։ Եղբայրական սիրո եւ սիրո այս կապի մասին ավելի մանրամասն կխոսենք, եթե Աստված կամենա հաջորդ քարոզում, երբ քննարկենք վերջին 7-րդ քայլը՝ սերը։ Այնտեղ ավելի մանրամասն կկենտրոնանանք այս կապի վրա, որ եղբայրական սիրո միջոցով ենք մենք սովորում սիրել։ Բայց արդեն հիմա առաջնայելով կարող ենք ասել, որ սա եսասիրությունից հեռանալու առաջին քայլն է։ Եղբայրական սերը մեր հոգևոր ընտանիքի, սեր եկեղեցու, սեր մեր հոգևոր եղբայրների եւ քույրերի նկատմամբ։ Եվ սա առաջին քայլն է ինքներդ ձեզ համար ինչ-որ բան անելուց դեպի ուրիշների համար ինչ-որ բան անելը։ Այսպիսով եղբայրական սերը շատ կարևոր կետ է։ Շատ կարևոր քայլ հոգևոր աճի մեջ, քանի որ այն եսասիրությունից հեռանալու առաջին քայլն է։ Երկրորդ, եղբայրական սիրո կարևորությունը բացատրվում է նրանով, որ այն ծառայում է որպես վկայություն անհավատ աշխարհի համար։ Եղբայրական սիրո կարևորությունը բացատրվում է նրանով, որ այն ծառայում է որպես վկայություն անհավատ աշխարհի համար։ Հովհաննես 13:35-ում Քրիստոսն ասում է. «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։ Ինչպես են քրիստոնյաները ճանաչվում։ Քրիստոնյաներին չեն ճանաչում, քանի որ նրանք մտնում են որոշակի ձևի շենք։ Քրիստոնյաներին ճանաչում են ոչ թե նրա համար, որ իրենց դահլիճում խաչ կա կախված։ Քրիստոնյաները չեն ճանաչվում որևէ հատուկ հագուստի ձևով, ավետարանում նման բան չեք գտնի։ Քրիստոնյաները հայտնի են միմյանց հետ ունեցած իրենց հարաբերություններով։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։ Ուշադրություն դարձրեք, որ Տերը մեզ կոչ է անում ոչ միայն ինչ-որ վերացական սիրո ամբողջ աշխարհի, սեր կատուների ու շների, սեր արվեստի եւ այլն։ Նա կոչ է անում մեզ սիրել միմյանց, սիրել եկեղեցին, որպես մեր հոգևոր ընտանիք։ Եղբայրական սերը վկայություն է անհավատ աշխարհի համար։ Երրորդ, հավատացյալների հանդեպ մեր սերը ապացուցում է, որ մենք սիրում ենք նրանց Հորը, Աստծուն։ Մեր սերը հավատացյալների հանդեպ ապացուցում է, որ մենք սիրում ենք նրանց Հորը, Աստծուն։ Ա Հովհաննես 4:20 համարում գրված է. Ա Հովհաննես 4:20 Եթե մեկն ասի Աստծուն սիրում եմ եւ իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետեւ ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եղբորը սիրելը ավելի հեշտ է, քան Աստծուն սիրելը։ Որովհետեւ եղբայրը կոնկրետ մարդ է։ Եղբայրը քույրը կոնկրետ անձնավորություն է, որին մենք կարող ենք տեսնել եւ որի հանդեպ կարող ենք սեր ցուցաբերել գործնական քայլերով։ Աստծուն սիրելը ավելի դժվար է, որովհետև մենք նրան չենք տեսնում։ Եվ այս սերը գործնականում ցույց տալը շատ ավելի դժվար է, քանի որ դա պահանջում է Աստծո կամքի որոշակի ըմբռնում։ Պահանջում է կյանքի բոլոր ոլորտների վերլուծություն, Աստծուն հաճելի լինելու համար եւ այլն։ Ավելի հեշտ է սիրել եղբորը, եւ այդ պատճառով Հովհաննեսն ասում է. ով ասի ես սիրում եմ Աստծուն, բայց ատի իր եղբորը, ստախոս է։ Եթե նա ավելի քիչ բանի չի ասել, ինչպես կարող է պնդել, որ ավելի շատ բանի է հասել։ Հասկանում եք։ Եթե ես չեմ կարող 2 մետր հեռացած կանել, ինչպես կարող եմ ասել, որ կարող եմ 7-ից 8 կամ 9 մետր ցատկել։ Դա անհեթեթություն կլիներ, չէ՞։ Ինչ իմաստ ունի խոսելը, այսպիսի դատարկ հայտարարություններ անելը, թե ես հեռացածի աշխարհի չեմպիոն եմ, եւ ես ցատկում եմ 9-10 մետր գուցե ավելի, քան ցանկացած համաշխարհային ռեկորդ։ Եթե ինձ ասեն լավ, ցատկիր այստեղից 2 մետր, բայց ես չեմ կարող ցատկել 2 մետր, ես բավականաչափ հեռու չեմ ցատկում, հասկանում եք, չէ՞։ Նույնը վերաբերվում է նաև մերձավորի եւ Աստծո հանդեպ սիրուն։ Եթե մենք ասենք ես սիրում եմ Աստծուն, ես ցատկում եմ 10 մետր, ես սիրում եմ Աստծուն, ես ասել եմ այս գագաթնակետին,
Եվ նրանք մեզ ասում են՝ լավ, սեր ցուցաբերեք ձեր եղբոր նկատմամբ, իսկ մենք չենք կարողանում։ Սա ցույց է տալիս, որ Աստծուն սիրելու մասին մեր խոսքերը իրականում դատարկ խոսքեր են։ Հիշում եք ամենակարևոր հարցը, որ Քրիստոսը տվեց իր հոգեխնամքի ժամանակ։ Պետրոս առաքյալի հետ իր հոգեխնամքի հանդիպման ժամանակ իր դավաճանությունից հետո։ Նա հարցրեց նրան. «Սիրում ես ինձ»։ Սա ամենակարևոր հարցն է, որը բախվում է ցանկացած քրիստոնյայի։ Սա ամենակարևոր հարցն է, որը որոշում է մեր քրիստոնեական կյանքի էությունը։ Սիրում ենք արդյոք մենք Հիսուս Քրիստոսին։ Սիրում ենք մենք Աստծուն։ Բայց ինչպես կարող ենք ապացուցել, որ սիրում ենք Հիսուս Քրիստոսին։ Այդ նույն զրույցի ժամանակ հիշում եք, թե Քրիստոսն ինչ ասաց Պետրոսին։ Ինչպես կարող էր Պետրոսը ցույց տալ իր սերը։ Պետրոսն ասում է. «Այո, ես քեզ սիրում եմ»։ Իսկ ինչ է նրան ասում Քրիստոսը. «Փրկիր, պահիր գառնուկներիս»։ Այսինքն դուք սեր կցուցաբերեք իմ հանդեպ, եթե սեր ցուցաբերեք եկեղեցու հանդեպ։ Դուք ապացուցես, որ սիրում ես ինձ, եթե փրկես իմ գառներին, եթե սիրես եկեղեցին։ Հետևաբար, սիրելի բարեկամներ, մեր սերը հավատացյալների, եղբայրների եւ քույրերի հանդեպ իսկապես ապացուցում է, որ մենք սիրում ենք նրանց Հորը, Աստծուն։ Բայց ես ձեզ կբերեմ եւս մեկ պատճառ, թե ինչու է եղբայրական սերը այդքան կարևոր մեր հոգեվոր աճի համար։ Եղբայրական սիրո կարևորությունը 4. Բացատրվում է նրանով, որ դա մեր պարտականությունն է եկեղեցու, ինչպես մեր հոգեվոր ընտանիքի նկատմամբ։ Սա մեր պարտականությունն է եկեղեցու, որպես մեր հոգեվոր ընտանիքի նկատմամբ։ Հովհաննեսի առաջին նամակում 5-րդ գլխում, առաջին եւ երկրորդ տողերում Հովհաննես առաքյալն ասում է. Ա Հովհաննես 5:1-2 Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված եւ ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։ Եվ ապա երկրորդ համարում նա բացատրում է, թե ինչ տեսակի ծնունդների մասին է խոսքը։ Որ մենք սիրում ենք Աստծո զավակներին, ապա շարունակում է այս միտքը. Նայեք, ասում է նա. ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված։ Ով է ծնողը? Աստված։ Նրանից հավատացյալները ծնվել են հոգևորապես, Աստծու միջոցով վերածնվել են։ Եվ ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։ Այսինքն Աստծո զավակներին։ Եթե մենք սիրում ենք մեր ծնողներին, մեր ֆիզիկական ընտանիքը, ապա մենք կսիրենք նրանց, ովքեր ծնվել են այդ ծնողներից։ Մենք սիրենք մեր եղբայրներին ու քույրերին։ Եվ շատ հաճախ, եթե արյունակից եղբայրների եւ քույրերի միջև առաջանում են կոնֆլիկտներ եւ խնդիրներ, ապա այդ խնդիրները միևնույն է ընկնում են ծնողների վրա, եւ ծնողները պահանջում են. եթե ուզում ես լինել իմ ընտանիքի մի մասը, եթե իսկապես սիրում ես ինձ, ապա պետք է սիրես եւ եղբորդ, եւ քրոջդ։ Նույնը վերաբերում է նաեւ հոգեվոր ընտանիքին։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա պետք է սիրենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են նրանից, որովհետև նրանք մեր ընտանիքն են։ Ինչպես ասում են, ընտանիքդ չես կարող ընտրել։ Մենք չենք ընտրել, թե որ ընտանիքում ծնվենք։ Նույնը որոշակի իմաստով վերաբերվում է նաև հոգևոր ընտանիքին։ Տերը մեզ տվել է որոշակի հոգևոր ընտանիք, եկեղեցին։ Եվ մենք չպետք է ընտրող լինենք սրա հետ ընկերանալու եւ նրա հետ չընկերանալու հարցում։ Ամեն ոք, ով սիրում է իրեն ծնածին, սիրում է իրենից ծնված բոլորին, եւ սա իսկապես մեր պարտականությունն է։ Ինչպես մարդիկ կնային այն մարդուն, ով այսպես ասած չի սիրում իր սեփական ընտանիքը։ Նրանք նրան կանվանեին անշնորհակալ, կանվանեին եսասեր, կանվանեին հավանաբար խելագար, անհնար է վստահել նման մարդուն, եթե նա չի կարողանում լեզու գտնել իր ընտանիքի հետ։ Բայց նույնը վերաբերում է նաև մեր հոգևոր ընտանիքին։ Եթե մենք չենք կարողանում լեզու գտնել մեր հոգևոր ընտանիքի հետ եւ չենք սիրում մեր հոգևոր ընտանիքը, ապա սա վկայում է, որ մենք լուրջ խնդիրներ ունենք։ Գաղատացիներ 6:10 Պողոսն ասում է. Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի կանենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։ Կրկին լսեք այս խոսքերը։ Գաղատացիներ 6:10 Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի կանենք բոլորին։ Սա քրիստոնյաների կոչումն է։ Մենք կոչված ենք բարին գործելու, այլ ոչ թե չարը գործելու։ Եկեք բարի կանենք բոլորին։ Բայց նախ եւ առաջ ամենակարևորը ում? Հավատի ընտանիքի անդամներին։ Որովհետև դա բնական պարտականություն է։ Նրանք մեր ամենամոտ ազգականներն են։
Դուք մեր ամենամոտ ազգականներն եք, ընտանիք, որը հավատում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Մենք միմյանց ամենամոտն ենք։ Հետևաբար բարիք գործենք բոլորին, բայց առաջին հերթին նրանց, ովքեր հավատի ընտանիքի անդամներն են։ Ահա թե ինչու եղբայրական սերը հոգևոր աճի ամենակարևոր քայլն է։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչպես է դրսևորվում եղբայրական սերը, ինչպես է դրսևորվում այս որակը, ինչ տեսք ունի սա կամ ինչ տեսք պետք է ունենա գործնականում։ Նախ եղբայրական սերը դրսևորվում է մարդու նկատմամբ ուշադրության մեջ։ Աստվածաշնչում կա մի հետաքրքիր պատմություն։ Մարդկության արշալույսին ապրում էին երկու եղբայր՝ Կայենն ու Աբելը։ Աստված մի անգամ հարցրեց նրանցից մեկին, Կայենին, թե որտեղ է քո եղբայրը, Աբելը։ Հիշում եք, թե ինչ պատասխանեց նրան Կայենը։ Աստված հարցնում է Կայենին, որտեղ է քո եղբայր Աբելը, եւ Կայենը պատասխանում է. Ծննդոց գլուխ 4 համար 9։ Չգիտեմ, միթե ես եղբորս պահապանն եմ։ Մտածեք այս խոսքերի մասին։ Միթե ես իմ եղբոր պահապանն եմ։ Պահակը այն անձն է, որը հսկում կամ պահպանում է մեկ ուրիշի։ Երբ պահակը ոչխարների է արածեցնում, նա հսկում է այդ ոչխարներին, հոգ է տանում նրանց մասին, որպեսզի համոզվի, որ նրանք լավ են։ Նա հսկում է նրանց, որպեսզի նրանցից ոչ մեկը չկորչի, որպեսզի նրանք սնունդ ունենան, համոզվելու համար, որ նրանք գտնվում են սովորական դաշտում, սովորական խոտածածկով, որպեսզի ոչ մի գիշատիչ ոչ մեկին չառվանգի։ Պահակը այն մարդն է, ով հոգ է տանում մեկ ուրիշի մասին, ուշադրություն է դարձնում նրան եւ հոգ է տանում նրա բարօրության մասին։ Հետաքրքիր է, որ այս ընտանիքում Աբել եւ Կայեն եղբայրներից մեկը իրականում ոչխարների պահապանն էր, հովիվ։ Աբելը ոչխարների հովիվ էր։ Եվ Կայենը կարծես իրոնիկ էր այս փաստի վերաբերյալ։ Նա ասում է. «Միթե ես իմ եղբոր պահապանն եմ»։ Նա ոչխարների հովիվ է, իսկ ես հովիվ եմ։ Ես ինքս ինձ չեմ վարձել եղբորս պահակելու համար, ոչ ոք ինձ դրա համար չի վճարում։ Ես պարտավոր չեմ իմանալ, թե որտեղ է եղբայրս, պարտավոր չեմ մտածել նրա մասին, պարտավոր չեմ հոգ տանել նրա բարեկեցության մասին։ Դա իմ պատասխանատվությունն է։ Միթե ես իմ եղբոր պահապանն եմ։ Ահա թե ինչ է նշանակում նրա խոսքերը։ Եղբայրներ եւ քույրեր, մտածեք այդ մասին։ Այն պահին, երբ Կայենը ասաց այս իրոնիկ կծու խոսքը, նա արդեն սպանել էր իր եղբորը։ Նրա եղբոր մարմինը արդեն ընկած էր դաշտերում ինչ-որ տեղ։ Կայենը սա շատ լավ գիտեր։ Նրա ձեռքերը տաքացել էին սեփական եղբոր արյունով։ Եվ այս խոսքերի համաձայն, միթե ես իմ եղբոր պահապանն եմ, սա եղբոր սպանության երեսպաշտական կոծկում է։ Մեզ մոտ էլ է նույնը։ Եղբորը կամ քրոջը ուշադրություն չցուցաբերելը հաճախ ցույց է տալիս, որ մենք ցանկանում ենք, որ այդ մարդը դուրս գա մեր կյանքից։ Հետևաբար, եթե մենք անտարբեր կերպով հրաժարվում ենք մտածել եղբոր կամ քրոջ մասին, հոգ տանել նրա բարօրության մասին, հոգ տանել նրա կամ նրա հոգեվիճակի համար, ապա դա համարժեք է նրան, որ մենք արդեն սպանել ենք այդ եղբորը կամ քրոջը մեր սրտերում։ Այսպիսով եղբայրական սեր լինելը նշանակում է նախ եւ առաջ մտածել եղբայրների եւ քույրերի մասին։ Սիրելի ընկերներ, եղեք միմյանց պահապանները։ Մի խոսեք Կայենի պես։ Միթե ես իմ եղբոր պահապանն եմ։ Ես քրոջս պահապանն եմ։ Եղեք միմյանց պահապանները։ Սա ցույց կտա եղբայրական սեր, մեր ուշադրությունը միմյանց նկատմամբ։ Երկրորդ, եղբայրական սերը դրսևորվում է գործնական օգնությամբ։ Եղբայրական սերը դրսևորվում է գործնական օգնությամբ։ Առաջին Հովհաննես գլուխ 3, համար 17։ Ով այս աշխարհի բարիքներն ունենա եւ իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի, ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծո սերը նրա մեջ ինչպես կարող է ապրել։ Հովհաննես առաքյալը խոսում է այն իրավիճակի մասին, երբ մարդը հնարավորություն ունի օգնելու։ Նա աշխարհում հարստություն ունի, այսինքն նա ունի միջոցներ կամ ուժ, որևէ տեսակի օգնություն ցուցաբերելու համար։ Բայց երբ նա տեսնում է իր եղբորը կարիքի մեջ, նա խնդրում է անցնել կողքով, կարծես չնկատելով այդ կարիքը։ Նա փակում է իր սիրտը նրա առաջ։ Հովհաննես առաքյալը ասում է. Աստծո սերը նրա մեջ ինչպես կարող է ապրել։ Նրա մեջ ոչ սեր կա Աստծո հանդեպ,
ոչ էլ սեր եղբոր նկատմամբ։ Մի փակիր սիրտդ բաց պահիր։ Բացեք ձեր սրտի դռները ձեր եղբայրների եւ քույրերի առջև, նրանց օգնելու իրենց կոնկրետ գործնական կարիքներում։ Օգնեք միմյանց, սա եղբայրական սեր կցուցադրի։ Երրորդ. եղբայրական սերը դրսևորվում է հարգալից վերաբերմունքով։ Եղբայրական սերը դրսևորվում է միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունքով։ Նույնիսկ երբ խոսում ենք միմյանց հետ եւ միմյանց հանդեպ մեր վերաբերմունքով։ Հռոմեացիներ 12:10 Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասիրտ եղեք։ Եղբայրական սեր, տեսնում եք, եղբայրական սեր քնքշությամբ։ Պատվելու մեջ միմյանց գերազանցեք։ Սրանք մի փոքր անհասկանալի բառեր են, անհասկանալի հնացած խոսք։ Ինչ նկատի ունի ասելով գերազանցեք։ Սա չի նշանակում զգուշացնել վտանգի մասին, եւ չի նշանակում ասել զգուշացնում եմ քեզ, որ հաջորդ անգամ սա չանես։ Ոչ, սա բառի ավելի հնացած իմաստ է։ Նախաձեռնող եղեք, այսինքն նախ ինչ որ բան արեք։ Պատվելու մեջ միմյանց գերազանցեք։ Սա նշանակում է հարգանքի մեջ միմյանցից առաջ լինել։ Ձգտեք առաջինը լինել, ով հարգանք ցուցաբերի։ Ձգտեք առաջինը լինել, ով բարի խոսք ասի։ Ձգտեք առաջինը լինել, ով խաղաղություն կհաստատի։ Ձգտեք առաջինը լինել բարի գործ անող։ Ձգտեք առաջինը լինել, ով կցուցաբերի որոշակի հոգատարություն, հարգանք, պատիվ։ Եղբայրական սիրով միմյանց հանդեպ եղեք բարի եւ սիրալիր։ Պատվելու մեջ միմյանց գերազանցեք։ Փորձեք առաջինը լինել, ով կբացի դուռը ձեր եղբոր կամ քրոջ համար։ Առաջինը եղիր, ով օգնություն կառաջարկի։ Առաջինը եղիր, ով կասի բարև։ Առաջինը հարցրու, թե ինչպես են գործերը։ Առաջինը ուշադրություն ցույց տուր։ Առաջինը եղիր, ով ինչ որ մեկին կհրավիրի այցելելու եւ այլն։ Հարգանք ցուցաբերեք միմյանց նկատմամբ։ 4. Եղբայրական սերը դրսևորվում է բարի մտադրություններով, բարեհոգի կերպով։ Ղևտացոց գլուխ 19, համարներ 17-ից 18։ Նույնիսկ Մովսեսի օրենքը Աստվածաշնչի հենց սկզբից մեզ սովորեցնում է եղբայրական սեր։ Ղևտացոց գլուխ 19, համարներ 17-ից 18։ Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որպեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես։ Այլ կերպ ասած, եթե տեսնում ես, որ եղբայրդ ինչ որ բան սխալ է անում, գուցե նույնիսկ մեղանչում է քո դեմ, այդ մտքերը կուտակելու փոխարեն քո մեջ, քո գլխում, քո գիտակցության մեջ ինչ որ դժգոհություն կուտակելու եւ այն մասին, թե ինչպես է այդ եղբայրը կամ քույրը վատ վերաբերվել քեզ, դրա փոխարեն գնա եւ անմիջապես բացահայտիր դրանք։ Այսինքն բաց եղիր, պատրաստ եղիր հարաբերությունների։ Հանդիմանիր քո մերձավորին եւ դու նրա մեղքը չես կրի։ Վրեժխնդիր չլինես եւ քո ժողովրդի զավակների դեմ ողջ չպահես, այլ քո մերձավորին սիրիր քո անձի պես։ Ես եմ Տերը։ Վրեժխնդիր մի լինիր եւ չարություն մի կրիր, այլ սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ։ Բարյացակամ վերաբերմունքի պատրաստակամության մեջ ավելի լավ է ինչ որ բան ասել սովորական բարի խոսքերով։ Այո, իհարկե, առանց մարդուն վիրավորելու, բայց ուղղակիորեն ասելով, որ եթե կան որոշ խնդիրներ, ավելի լավ է այդ խնդիրների մասին ուղղակիորեն ասել, այլ ոչ թե թաքցնելով ինչ որ թշնամական վերաբերմունք։ Մի թշնամացիր, մի հանդիմանիր, մի վրեժխնդիր եղիր, մի կրիր չարություն, այլ սիրիր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ։ Նույնիսկ Քրիստոսը կրկնեց այս խոսքերը որպես երկրորդ պատվիրան, որը նույնքան կարևոր է, որքան առաջինը։ Սիրիր Տեր Աստծուն քո եւ սիրիր մերձավորիդ քո անձի պես։ Ուրեմն չարություն մի պահեք։ 5. Եղբայրական սերը դրսևորվում է շտապ դատապարտումից։ Շտապ դատողություններից հրաժարվելու մեջ։ Հռոմեացիներին ուղղված նամակի 14-րդ գլխի 13-րդ համարում մենք կարդում ենք այս խոսքերը. Այսուհետև այլևս իրար չդատեք, այլ ավելի մտածեք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։ Այսուհետև այլևս իրար չդատեք, այլ ավելի մտածեք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։ Մարդիկ շատ հաճախ ունենում են նման ցանկություն։ Ինչ որ մեղք կամ ինչ որ կարիք քննարկելու մեկ այլ մարդու հետ։ Եկեք չքննարկենք միմյանց։ Եկեք չքննարկենք, թե ինչ է այս մարդը սխալ անում, ինչ է սխալ արել, ինչու է սխալ անում։ Եկեք չվայելենք ուրիշների թերությունները։ Եկեք չքննարկենք միմյանց։ Այլ քննարկենք, թե ինչպես չխոչընդոտել կամ գայթակղություն չպատճառել եղբորը, ինչպես չվատացնել նրա վիճակը, ինչպես չգայթակղել նրան, որպեսզի նա չսայթաքի իր հոգևոր կյանքում։ Դժբախտաբար մենք հակված ենք շտապ դատել մյուս մարդկանց, հեռվից դատելով նրանց դրդապատճառները
Մի գրականության ուսուցչուհի իր առաջին դասը սկսեց այս պատմությամբ. Նավը խորտակվում էր։ Զույգին հաջողվեց հասնել փրկարար նավակ։ Բայց ի դժբախտություն նրանց այնտեղ միայն մեկ տեղ կար։ Ամուսինը բարձրացավ նավակը, կնոջը թողնելով մահանալու օվկիանոսի մեջտեղում։ Եվ ջրի տակ ընկնելուց առաջ նրա կինը նրան բղավեց իր կյանքի վերջի արտահայտությունը։ Այստեղ նրա պատմությունը ընդհատվեց։ Ինչպես եք կարծում, հարցրեց նա իր առջև նստած դասարանին։ Ինչ արտահայտություն էր դա։ Հասկանում եք իրավիճակը, չէ՞։ Նավաբեկություն, փրկարար նավակ, ամուսին եւ կին։ Նրանք հասնում են այս նավակին, բայց այնտեղ միայն մեկ տեղ կա, եւ ամուսինը բարձրանում է այս նավակի մեջ, թողնելով կնոջը մահանալու օվկիանոսի մեջտեղում։ Եվ ջրի տակ մտնելուց առաջ կինը նրան գոռում է վերջին արտահայտությունը։ Եվ այսպես, ուսուցիչը հարցնում է աշակերտներին, թե ինչ էր այդ արտահայտությունը։ Աշակերտների մեծ մասը սկսեցին կիսվել իրենց ենթադրություններով։ Ես ատում եմ քեզ, կամ որքան կույր է ես, եւ այսպես շարունակ։ Ամբողջ դասարանը մրցում էր իր խոսելու մեջ, բայց մի տղա նստած էր, լուռ էր մնում ամբողջ ընթացքում։ Իսկ դու ինչպես ես կարծում, հարցրեց ուսուցչուհին, երբ մոտեցավ տղային։ Կարծում եմ նա ասաց. Հոգ տար մեր երեխայի մասին։ Դու գիտեիր այս պատմությունը, զարմացավ ուսուցիչը։ Ոչ, պարզապես մայրս նույն բանը ասաց հորս մահից առաջ, պատասխանեց աշակերտը։ Ուսուցչուհին շրջվեց հուսալով, որ ոչ ոք չի նկատի իր աչքերում լցվող արցունքները։ Ճիշտ է, պատասխանեց նա։ Այսպիսով նավը խորտակվեց։ Տղամարդը տուն վերադարձավ եւ միայնակ մեծացրեց դստերը։ Շատ տարիներ անց, երբ հայրը այլևս կենդանի չէր, նրա իրերը զննելիս աղջիկը գտավ նրա օրագիրը, եւ այս օրագրում նա կարդաց հետեւյալը. Այդ ամուսինը գրում էր իր օրագրում. Երբ մենք գնացինք ճամփորդության, նա արդեն սարսափելի ախտորոշում ուներ։ Ապրելու շատ ժամանակ չէր մնացել։ Աստված իմ, որքան կցանկանայի խեղդվել նրա փոխարեն, բայց դստերս համար չէի կարող։ Ես կարող էի նրան թողնել միայն օվկիանոսի մեջտեղում։ Դասարանը լուռ էր։ Երեխաների աչքերից պարզ էր, որ նրանք խորապես հուզված էին այս պատմությամբ, եւ որ այսօր առաջին անգամ նրանք հասկացան, որ առաջին տպավորությունները կարող են խաբուսիկ լինել։ Ահա թե ինչու մենք երբեք չպետք է մակերեսորեն դատենք մարդկանց եւ նրանց գործողությունները, քանի որ մենք կարող ենք շատ բան չիմանալ նրանց մասին։ Ա Կորինթացիներին ուղված նամակի 4-րդ գլխի 5-րդ համարում ասվում է. Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, միջև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, եւ հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները։ Այդժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։ Ժամանակից առաջ ոչինչ մի դատեք։ Դադարեք միմյանց դատել։ Ավելի լավ է դատել, թե ինչպես չտալ մերձավորիդ կապանք, գայթակղության քար կամ գայթակղություն, եւ Տերը գտատի մտքերն ու մտադրությունները։ Սխալ չհասկանաք, Աստվածաշունչը մեզ կոչ է անում դատել, բայց ոչ թե դատել դրդապատճառները։ Աստվածաշունչը մեզ կոչ է անում դատել օբյեկտիվ փաստերը։ Եթե մեկը գողանում է, Աստվածաշունչը կոչ է անում մեզ դատապարտել այդ արարքը եւ ստիպել գողին վերադարձնել գողոնը։ Եթե մարդը մեղանչում է, եւ դա օբյեկտիվ մեղք է, ոչ թե պարզապես հպարտության կասկած, այլ օբյեկտիվ մեղք, Աստծո որոշակի տեսանելի դիտարկելի պատվիրանների օբյեկտիվ խախտում, ապա Աստվածաշունչը բնականաբար կոչ է անում մեզ հանդիմանել այդ մարդուն։ Մենք կոչված ենք դատելու գործողությունները, դատելու Աստծո պատվիրանների կատարումը, դատելու օբյեկտիվ բաները։ Բայց Աստվածաշունչը ոչ միտեղ մեզ չի կոչում դատելու այլ մարդկանց դրդապատճառները։ Ինչու է մարդ ասում այն, ինչ ասում է, կամ վարվում այնպես, ինչպես վարվում է։ Դուք կարող եք դատել նրա ասածը ճիշտ է թե սխալ։ Սա է ճիշտ դատողությունը։ Դուք կարող եք դատել նա ճիշտ է վարվում թե սխալ։ Սա նույնպես ճիշտ դատողություն է։ Բայց դուք եւ ես իրավունք չունենք գնահատելու, թե ինչու է նա այսպես խոսում կամ ինչու է այսպես վարվում, եթե ինքը դա մեզ չի բացահայտում։ Այսինքն մենք չպետք է դատենք այլ մարդկանց դրդապատճառները, քանի որ դրանք մեզանից թաքնված են։ Եվ շատ դեպքերում մենք կսխալվենք, նույնիսկ ոչ թե 50-50, այլ ինչ որտեղ հավանաբար 90-10-ի վրա մենք կսխալվենք։ Մենք կսխալվենք դրդապատճառների մեջ։ Հետևաբար մենք պետք է զերծ մնանք միմյանց դատելուց։ Եվ դա նաև ցույց կտա մեր եղբայրական սերը։ Ավելին, եղբայրական սերը դրսևորվում է հյուրընկալության մեջ։ Ա Պետրոս գլուխ 4, համարներ 8-ից 9։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Միմյանց նկատմամբ հյուրասեր եղեք,
առանց տրտնջալու։ Պետրոսն ասում է. «Ջերմառանց սեր ունեցեք միմյանց հանդեպ»։ Սա եղբայրական սեր է, սեր եկեղեցու հանդեպ։ Նա ասում է, որ այս սերը պատրաստ է աչքեր փակելու մեկ այլ մարդու մեղքերի վրա, սիրով ծածկել նրա մեղքերը եւ հետեւաբար սիրով ծածկելով մյուս մարդկանցից մեղքերն ու թերությունները։ Մենք տարօրինակ կերպով սիրում ենք միմյանց, առանց տրտնջալու, այսինքն յուրընկալ ենք։ Մենք ընդունում ենք անծանոթներին, մենք ընդունում ենք այլ մարդկանց, մենք ընդունում ենք անծանոթներին, եղբայրներին ու քույրերին, այսինքն ոչ թե ֆիզիկական ազգականներին։ Սա ընդունելություն է, յուրընկալություն այլ կերպ ասած։ Մենք մարդկանց ընդունում ենք որպես հյուրեր, առանց բողոքների, եւ սա նույնպես եղբայրական սիրո դրսևորում է։ Դուք գիտեք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, որ մեր տանտիրները նույնպես միշտ բաց են, եւ ամեն շաբաթ մենք սովորաբար մի քանի այցելու ենք ունենում։ Եվ մի քանի երեկո սովորաբար մենք զբաղված ենք այս կամ այն եղբոր կամ քրոջ հետ հանդիպումներով։ Եվ այդ պատճառով մենք ձեզ հիմա հրավիրում ենք, եւ ես կրկին կրկնում եմ այս խոսքերը։ Մենք միշտ հրավիրում ենք ձեզ այցելել մեզ, հետեւաբար պարզապես նախապես տեղեկացրեք մեզ։ Մենք ընտրենք օրը եւ ուրախ կլինենք տեսնել ձեզանից որևէ մեկին, որովհետեւ յուրընկալությունը հաղորդակցության ճանապարհն է, եւ դա հարաբերություններ եւ եղբայրական սեր կառուցելու ճանապարհն է։ Եվ մենք նույն բանն ենք խորհուրդ տալիս բոլորիդ։ Համոզվեք, որ ձեր տանտիրները բաց են միմյանց համար։ Հրավիրեք միմյանց այցելելու։ Եվ այցելեք միմյանց հանգիստ սրտով։ Մի ամաչեք սրանից, որովհետև դա եկեղեցում հարաբերություններ կառուցելու մի մասն է։ Սա եղբայրական սիրո մի մասն է։ Եվ գիտեք, սա մեզ տանում է դեպի հոգևոր աճի։ 7-րդը. Եղբայրական սերը դրսևորվում է փոխադարձ ծառայության մեջ։ Եղբայրական սերը դրսևորվում է փոխադարձ ծառայության մեջ։ Շարունակելով կարդալ Ա Պետրոսի նույն հատվածը, որտեղ Պետրոսը արդեն սկսել է խոսել եղբայրական սիրո մասին։ Ա Պետրոսի 4:8 համարում նա ասում է. «Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը»։ Նա շարունակում է խոսել այս եռանդուն սիրո յուրընկալության դրսևորումների եւ անմիջապես դրանից հետո սիրո մեկ այլ դրսևորման մասին։ Յուրաքանչյուր ոք, ինչ շնորհ ընդունել է, այն իրար համար մատակարարեք, որպես Աստծո զանազան շնորհների բարի տնտեսներ։ Հիշում եք, վերջերս մենք եկեղեցական մի հավաքույթի ժամանակ քննարկեցինք Սուրբ Գրքի այս տեքստը։ Բացատրեցինք, որ այն խոսում է մեր փոխադարձ ծառայության մասին։ Ուստի ես մանրամասն չեմ անդրադառնա դրան։ Եթե բաց եք թողել այս քարոզը, կարող եք դիտել այնի մալիքում։ Բայց այստեղ մեր թեմայի հետ կապված ես պարզապես կհիշեցնեմ ձեզ, որ եկեղեցում ծառայությունը եղբայրական սիրո մի մասն է։ Երբ մենք միմյանց ծառայում ենք, մեր պարգևներով, մեր կարողություններով, մեր հնարավորություններով, մեր պաշարներով, այսինքն ըստ էության այն ամենով, ինչ Աստված տվել է մեզ, ինչպես այստեղ ասվում է, որպես Աստծո զանազան շնորհների բարի տնտեսներ։ Հիշում եք, մենք բացատրեցինք, որ տնաշինարարները նշանակում են տան կառավարիչներ։ Այստեղ օգտագործված հունարեն բառը օիկոնոմոսն է, որը նշանակում է տնտեսագետ, ստրուկ տնտեսագետը։ Ստրուկ տնտեսագետը ստրուկ է, որը Տիրոջ անունից կառավարում էր նրա ունեցվածքը, այսինքն գործեր ներվարում իր Տիրոջ փոխարեն։ Եվ այսպես մենք որպես Աստծո բազմազան շնորհի լավ կառավարիչներ ունենք բազմաթիվ տարբեր պաշարներ։ Սա է այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ։ Իրականում կյանքում մեզ տրված ամեն ինչ Աստված է տալիս։ Նյութական միջոցները մեզ տրված են Աստծո կողմից։ Ձայնը մեզ Աստծո կողմից է տրված։ Միտքը մեզ տրված է Աստծո կողմից։ Ձեռքերը եւ դրանցով աշխատելու կարողությունը մեզ տրված է Աստծո կողմից։ Աստծո կողմից մեզ տրված են տարբեր այլ ունակություններ եւ բնավորության դրսևորումներ, առաջնորդելու, կառավարելու եւ այլն։ Դրա տարբեր օրինակներ թվարկված են հոգևոր պարգևների ցանկում։ Սրանք բոլորը Աստծո պարգևներն են։ Եվ այսպես մենք որպես կառավարիչներ, այսինքն նրանք, ովքեր կառավարում են մեզ Աստծո անունով տրված պաշարները, պետք է այս ամենը օգտագործենք Տիրոջը ծառայելու, եկեղեցում ծառայելու համար։ Եթե մեկը խոսում է, թող խոսի Աստծո խոսքով։ Եթե մեկը ծառայում է, թող ծառայի ըստ Աստծո տված զորության։ Այսպիսով մեր պարգևները կամ մեր ծառայությունը դրսևորվում է խոսքով, ծառայության եւ գործով ծառայության մեջ։ Շտկելով, հրահանգելով, հանդիմանալով, սովորեցնելով, օգնելով տնային խմբեր վարել եւ այլն, մասնակցելով երգեցողությանը, սա նույնպես ծառայություն է խոսքով։ Մենք ծառայում ենք խոսքով։ Ծառայեք ձեր ուժերին համապատասխան։ Օգնելով ձեր սեփական ձեռքերով, օգնելով լուծել որոշ գործնական խնդիրներ, պարզապես ժամանակ անցկացնելով մեկի հետ, հանդիպելով մեկի հետ օգնություն եւ աջակցություն տալու համար։ Այս ձև նույնպես ծառայում ենք, եւ այստեղ է, որ եղբայրական սերը դրսևորվում է։
Եղբայրական սերը դրսևորվում է եկեղեցական ծառայության մեջ։ Եթե մարդը որևէ պատասխանատվություն չի ստանձնում եկեղեցում, ես չեմ ասում պարտադիր ինչ-որ պաշտոնական ծառայությունների մասին։ Օրինակ եկեղեցում հովվի պաշտոնի մասին։ Ես խոսում եմ որոշակի պատասխանատվություն ստանձնելու եւ համաձայնելու մասին, որ ես դա կանեմ։ Ես դա ինքս կկրեմ։ Ես կօգնեմ դրանում։ Ես իմ ներդրումը կունենամ ընդհանուր ընտանիքին, եկեղեցուն։ Եթե մարդը չի ստանձնում նման պատասխանատվություն, ապա նա եղբայրական սեր չի ցուցաբերում։ Նրա հոգևոր աճի մեջ ակնհայտորեն խափանում կա, ակնհայտորեն խնդիր կա։ Հաջորդը, եղբայրական սերը դրսևորվում է կարիքավորներին օգնելու մեջ։ Եբրայեցիներին ուղղված նամակի 13-րդ գլխում հեղինակն ասում է. «Թող եղբայրական սերը մնա ձեր մեջ, եղբայրական սերը թող մնա ձեր մեջ», եւ հետո նա կրկին մի քանի օրինակներ է բերում։ Նախ հյուրընկալության օրինակ, եւ մենք արդեն խոսել ենք հյուրընկալության մասին։ Մի մոռացեք հյուրընկալություն ցուցաբերել ուրիշների հանդեպ, որովհետև դրա միջոցով ոմանք անգիտակցաբար հյուրընկալություն ցուցաբերեցին հրեշտակների հանդեպ։ Եվ հետո եղբայրական սիրո եւս մեկ օրինակ։ Հիշեք բանտարկյալներին, որպես թե դուք էլ նրանց հետ կապվածներ լինեք, եւ չարչարվողներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Երբ մենք գիտենք, որ մեր եղբայրներից կամ քույրերից մեկը տառապում է, օրինակ այն տարիներին, երբ քրիստոնյաներին բանտարկում էին, հալածանքների տարիներին, եթե մենք գիտենք, որ ինչ-որ մեկը բանտում է, հիշենք բանտարկյալներին։ Բանտարկյալներին հիշելը եղբայրական սիրո դրսևորում է։ Բայց նույնիսկ եթե մենք հիմա մեր մոտակայքում բանտարկված քրիստոնյաներ չենք ճանաչում, ի վերջո ճանաչում ենք տառապողներին։ Կա մեկ, ով չի կարող գալ հանդիպմանը, քանի որ ունի քրոնիկ հիվանդություն, եւ Սուրբ Գիրքը կոչ է անում մեզ հիշել տառապողներին, որովհետեւ մենք ինքներս մարմնի մեջ ենք։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում տառապել։ Մենք գիտենք, թե որքան ցավոտ է դա, որքան դժվար է եւ որքան տհաճ, եւ որքան լավ է մեզ համար, երբ ինչ-որ մեկը օգնում է մեզ մեր տառապանքի մեջ, կարեկցանք է ցուցաբերում։ Եղբայրական սերը թող մնա ձեր մեջ։ Հիշեք բանտարկյալներին եւ տառապողներին։ Օգնեք տառապողներին, եղբայրներ եւ քույրեր։ Եվ վերջապես եղբայրական սերը դրսևորվում է ազնվության եւ անձնուրացության մեջ։ Ա Թեսաղոնիկեցիներ գլուխ 4, համարներ 6-9։ Չլինի թե որևէ մեկը չափն անցնի ու այդ գործում եղբորը վնաս պատճառի, որովհետև Տերը այդ ամենի համար վրեժխնդիր է, ինչպես որ նախապես ձեզ ասացինք եւ վկայեցինք։ Եվս մի քանի տող անց նա ասում է. բայց եղբայրասիրության մասին կարիք չկա մի բան գրելու ձեզ, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել։ Նա մի տեքստում համեմատում է եղբայրական սերը եւ չլինի թե որևէ մեկը չափն անցնի ու այդ գործում եղբորը վնաս պատճառի, որովհետև Տերը այդ ամենի համար վրեժխնդիր է։ Եթե մենք խախտում ենք օրենքը եղբոր նկատմամբ, կամ եթե ուզում ենք եղբորից որևէ օգուտ ստանալ, այո, այսինքն ուզում ենք ինչ-որտեղ հարստանալ եղբոր հաշվին, կամ մեր նյութական շահը, մեր սեփական օգուտը դիտարկել մեկ այլ եղբոր հաշվին, ապա սա նույնպես վկայում է եղբայրական սիրո բացակայության մասին։ Եվ սա վերաբերվում է եղբայրներին եւ քույրերին, թե ծառայություններ մատուցողներին, թե այդ ծառայությունների համար վճարողներին։ Մտածեք այդ մասին։ Սուրբ Գիրքը նրանց երկուսին էլ ասում է, որ դուք չպետք է խաբեությամբ վարվեք ձեր եղբոր հետ որևէ բանի մեջ։ Օրինակ, ես կբերեմ շատ սովորական օրինակ մեքենայի նորոգում։ Աստվածաշունչը ասում է, որ նա, ով հավատացյալի համար մեքենաներ է նորոգում, թող ոչ մի բանում անարդար չվարվի իր եղբոր հետ։ Եվ նրան, ով իր մեքենան նորոգման է տալիս, Աստվածաշունչն ասում է, ոչ մի բանում եսասիրաբար մի վարվիր եղբորդ հետ։ Գաղափարն այն է, որ մեքենաներ վերանորոգողը, եղբայրը, եւ իր մեքենան վերանորոգելու տվող եղբայրը պետք է հանդիպեն մեջտեղում։ Ինչպես այն երկու եղբայրները առասպելից, որ ես ձեզ պատմեցի քարոզի հենց սկզբում։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է այդպես մտածի։ Մեքենան վերանորոգող եղբայրը պետք է մտածի. լավ, այս եղբայրը այլ կարիքներ ունի։ Ես այստեղ համբերատար կլինեմ։ Ես նրանից գումար չեմ պահանջի աշխատանքի համար։ Ես նրանից ընդհանրապես գումար չեմ պահանջի աշխատանքի համար։ Ես այս վերանորոգումը կանեմ նրա համար անվճար, եթե ես նման հնարավորություն ունենամ։ Մենք բացառում ենք ցանկացած ծայրահեղ հանգամանքները։ Եվ այն եղբայրը, որը իր մեքենան նորոգման է տալիս, պետք է մտածի. օ, այս եղբայրը ընտանիք ունի։ Նա նաև պետք է կերակրի իր ընտանիքին ու երեխաներին։ Ուստի ես նրան կվճարեմ։ Եվ այո, ես նրան ամբողջությամբ կվճարեմ։ Ես չեմ խնդրի նրանից, որ պակաս վճարեմ։ Այո, ես նրան ավելի շատ կվճարեմ իմ կամքով, որովհետև նա իմ եղբայրն է։ Եվ նրանք պետք է հանդիպեն միմյանց մեջտեղում, յուրաքանչյուրը համոզվելով մյուսին ընդունելով իր ծառայության նվերը։
Եվ այսպիսով նրանք հավանաբար կհամաձայնվեն որևէ ողջամիտ միջին գնի շուրջ։ Շատ ավելի վատ է, երբ եղբայրը մեքենաներ է նորոգում։ Բայց նույնիսկ երբ նա նորոգում է իր եղբայրների մեքենաները, նա իր սեփական նյութական շահն ունի մտքում։ Ես այն կվերանորոգեմ այնպես, որ ավելի շատ գումար վերցնեմ։ Ես կվերանորոգեմ ինչ-որ լրացուցիչ բան, որ ինձանից չեն խնդրել, եւ ես դրա համար գումար կվերցնեմ։ Եվ ես ինչ-որ բան կանեմ, որպեսզի նա ավելի արագ վերադառնա ինձ մոտ։ Եթե ես դա վատ անեմ, նա ավելի արագ կգա եւ կրկին վերանորոգման կարիք կունենա։ Սա վկայում է եսասիրության, իսկական եղբայրական սիրո բացակայության եւ հոգեվոր աճի հետ կապված լուրջ խնդիրների մասին։ Ուրեմն եղեք անկեղծ եւ անձնուրաց միմյանց հետ, սիրելի բարեկամներ։ Մենք եղբայրական սիրո դրսևորման մի քանի օրինակներ ենք նշել։ Եւ կարծում եմ նկատել եք, որ այս բոլոր օրինակները ցույց են տալիս, որ եղբայրական սերը դրսևորվում է գործերով։ Եղբայրական սերը դրսևորվում է գործերով։ Այն դրսևորվում է կոնկրետ վերաբերմունքով, խոսքերով, այլ մարդկանց մասին մտածելիս։ Երբ մենք մտածում ենք, հիշում, հոգ ենք տանում, չենք մոռանում, հիշում ենք նրանց մասին, աղոթում ենք այդ մարդկանց համար, ծառայելու ցանկության մեջ, ծառայության կոնկրետ գործերով, կարիքավորներին օգնելով, եկեղեցում ծառայելով։ Սրանք բոլորը եղբայրական սիրո դրսևորումներ են։ Եղբայրական սերը միշտ դրսևորվում է գործերով։ Սրանից մենք պետք է հանգենք մեկ շատ կարևոր եզրակացության։ Ծառայության գործերը հոգևոր աճի մաս են կազմում։ Մի մոռացեք, որ երբ մենք քննում ենք եղբայրական սերը, մենք այն քննում ենք որպես հոգևոր աճի սանդուղքի մի մաս։ Սա այն քայլերից մեկն է, որը տանում է դեպի մեր աճը Քրիստոսի մեջ, դեպի մեր նմանությունը Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսպիսով ծառայության գործողությունները հոգևոր աճի մաս են կազմում։ Մեծ սխալ են թույլ տալիս այն մարդիկ, ովքեր ասում են սպասեք, կանգ առեք, մի ծառայեք։ Ինչու եք ծառայում։ Դուք հավանաբար ունեք ինչ-որ եսասիրական դրդապատճառ։ Ձեր մարմինը հավանաբար փնտրում է իրենը։ Կանգնիր, մի ծառայիր։ Գնա ու նախ ինքնամփոփմամբ զբաղվիր։ Եվ 6 ամիս փորփրես քո ներսը, այդ դեպքում գուցե կարողանաս գալ եւ սկսել ինչ-որ բան անել եւ ինչ-որ բանի ծառայել։ Սա իրականում հիմնարար սխալ պատկերացում է, ուսուցման հիմնարար սխալ։ Սա հոգևոր կյանքի վերաբերյալ բացարձակապես սխալ պատկերացում է։ Բանն այն է, որ հոգևոր կյանքը, նորմալ կյանքը գոյություն չունի առանց ծառայության գործերի։ Կրկնեմ այս անգամ ռուսերենով։ Առանց ծառայության գործերի նորմալ հոգևոր կյանք չկա։ Եթե մարդը նստած ոչինչ չի անում, միայն ինքն իր մեջ խորանում է եւ զբաղվում է ենթադրյալ հոգևոր աճով կամ խորանում է իր դրդապատճառների մեջ, սա արդեն ցույց է տալիս, որ նրա հոգևոր կյանքը շեղվել է։ Սա ցույց է տալիս նրա հոգևոր կյանքի աղավաղում։ Նա աններդաշնակ է։ Առանց ծառայության գործերի նորմալ հոգևոր կյանք չկա։ Հետևաբար դուք պետք է սկսեք գործեր անել ձեր դրդապատճառների վրա աշխատելուն զուգահեռ։ Գործերը պետք է կատարվեն զղջման հետ միաժամանակ։ Գործերը պետք է անընդհատ ուղեկցեն մեր ողջ քրիստոնեական կյանքին։ Պարզապես տարբեր փուլերում մենք տարբեր բաների ունակ կլինենք։ Եվ դժվար գործեր անելու եւ եկեղեցում ծառայելու մեր կարողությունը պետք է ժամանակի ընթացքում աստիճանաբար աճի։ Սկսելով փոքր բաներից, այն աստիճանաբար կարտահայտվի ավելի մեծ բանի մեջ, բայց սա շատ կարևոր է հասկանալ, որ ծառայության գործողությունները հոգևոր աճի մաս են կազմում։ Առանց գործեր անելու նորմալ հոգևոր կյանք չկա։ Կաթոլիկ վանականի Ֆրանցիսկ Ասիզեցու հրաշալի աղոթքում, կարծեմ դա նրա աղոթքն էր, կային այս խոսքերը. Քանզի տալով մենք ստանում ենք։ Եվ սա բացարձակապես ճիշտ է։ Տալով մենք ստանում ենք։ Եթե ոչինչ չտանք, ոչինչ չենք ստանա։ Եթե մենք ոչինչ չենք տալիս, կարծես թե մեր մեջ ենք պահում այդ ջուրը։ Մեր ամանի մեջ այն ջուրը, որով Տերը լցրել է մեզ։ Բայց եթե մենք այս ջուրը չթափենք եւ չտանք ուրիշներին, ապա այս ջուրը շուտով կդառնա ճահճի պես։ Եվ իրականում նոր ջրի հոսելու տեղ չկա։ Այսինքն մենք ինքներս ենք փակում շնորհի աղբյուրը, երբ ոչինչ չենք տալիս։ Եվ սա այն դեպքն է, երբ մեր հոգևոր աճը խոչընդոտվում է։ Որպեսզի ամանի մեջ տեղ լինի, ինչ որ այլ բան լցնելու համար, նախ պետք է ջուր թափել դրանից։ Նախ պետք է դատարկել այն, այնպես որ նախ պետք է ինչ որ բան տալ։
որից հետո ԱՄՆ պատրաստ կլինի ընդունելու ինչ-որ այլ բան։ Նույնն է նաև մեր հոգևոր կյանքում։ Մենք նախ պետք է ինչ-որ բան տանք ծառայության գործերով, ինչ-որ բան անելով ուրիշների համար, ծառայելով ուրիշներին։ Եվ երբ մենք ինչ-որ բան ենք տալիս, մենք պատրաստ ենք դառնում նորից ինչ-որ բան ստանալու։ Համաձայն եք։ Նկատել եք, թե ինչպես է սա իրականում գործում ծառայության բոլոր ոլորտներում։ Թույլ տվեք ձեզ տրամադրել ծառայության մի ոլորտ, որը մոտ է ինձ։ Հոգեխնամք։ Եթե ես չօգնեմ մյուս մարդկանց իրենց հոգևոր կյանքում, եթե պարզապես նստեմ եւ իմ գիտելիքները պահեմ ինձ համար, ապա ես ոչ միտեղ չեմ ունենա նոր գիտելիքներ ընդունելու։ Բայց հենց որ սկսում եմ հոգևոր խնամքով զբաղվել, սկսում եմ տալ, հանկարծ զգում եմ գիտելիքների, հմտությունների պակաս։ Անտեղեկություն այն մասին, թե ինչպես տալ ճիշտ խորհուրդը որոշակի իրավիճակում։ Եվ հիմա մի փոքր տալով ես ինձ պատրաստ եմ զգում սկսել ստանալ։ Այդ ժամանակ սկսում եմ կարդալ, սկսում եմ լսել ուրիշներին, սկսում եմ սովորել եւ նորից լծվել։ Եվ նույնը վերաբերվում է ցանկացած ծառայությանը։ Երբ մենք տալիս ենք, մենք պատրաստ ենք դառնում ստանալու։ Քանզի տալով մենք ստանում ենք, ինչպես ասվում է այդ աղոթքում։ Այսպիսով, սիրելի բարեկամներ, եղբայրական սերը մեր հոգևոր աճի կարևոր քայլ է։ Եվ հետևաբար եղբայրական սերը միշտ դրսևորվում է գործերով, եւ առանց բարի գործերի, եկեղեցում ծառայության գործերի, նորմալ հոգևոր կյանք երբեք չի լինի։ Անհավասար կլինի, եթե ոչինչ չտանք։ Ամփոփելով շատ համառոտ կասեմ մի քանի խոսք այն մասին, թե ինչպես սովորել եղբայրական սերը։ Շատ կարճ։ Մի քանի խորհուրդ, թե ինչպես սովորել եղբայրական սեր, երբ մենք մեր մեջ զգում ենք այս որակի պակասը։ Նախ մնացեք կապի մեջ։ Մնացեք կապի մեջ։ Եղբայրական սերը հնարավոր չէ սովորել հեռվից։ Ինչպես կարող ես սովորել գործել հեռուստատեսությամբ, եթե դա չես զգում իրական կյանքում, չէ՞։ Ինչպես որ անհնար է որևէ գործ սովորել միայն տեսականորեն, այնպես էլ անհնար է սովորել եղբայրական սեր, եթե չես շփվում նրանց հետ, ում պետք է սիրես։ Եբրայեցիներին ուղղված նամակի 13-16 համարում ասվում է. «Մի մոռացեք բարեգործություն անել եւ կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել։ Այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։ Հետևաբար, երբ մենք ավարտում ենք ծառայությունը, կամ ավելի ճիշտ, երբ այն սահուն կերպով հոսում է երկրորդ մասի, մեր համատեղ հաղորդակցության մեջ, եղբայրներ եւ քույրեր, սա հրաշալի ժամանակ է, երբ մենք սովորում ենք եղբայրական սեր ցուցաբերել, միմյանց հետ շփվելու միջոցով։ Մենք սովորում ենք հոգ տանել միմյանց մասին, անհանգստանալ միմյանց համար, ճանաչել միմյանց եւ օգնել միմյանց պահպանել հաղորդակցությունը։ Երկրորդ, ուսումնասիրեք Սուրբ Գիրքը, քանի որ Սուրբ Գիրքը շատ բան ունի ասելու այն մասին, թե ինչպես դրսևորել սերը։ Ուսումնասիրեք Աստվածաշունչը։ Երրորդ, այո, եւ Սուրբ Գիրքը մեզ մոտիվացնում է։ Բացի այդ, այն ոչ միայն բացատրում է թե ինչպես, այլև մեզ ուղերձ է տալիս թե ինչու։ Հետևաբար ուսումնասիրեք Աստվածաշունչը։ Սուրբ Գիրքը ինքնին մեզ խրախուսում է սիրել։ Երրորդ, ստանձնեք ծառայության պատասխանատվությունը։ Վերցրեք պատասխանատվություն ծառայության համար։ Քանի դեռ մենք որևէ պատասխանատվություն չենք ստանձնում, քանի դեռ ասում ենք լավ, ես իրավունք եմ վերապահում ինձ ընդհանրապես ոչինչի համար չմտածել եւ ցանկացած պահի հրաժարվել ամեն ինչից եւ կառավարել իմ կյանքը։ Իսկ եթե որևէ խնդիր առաջանա, դրանք ձեր խնդիրներն են։ Ինձ համար դա կարևոր չէ։ Կարծես ոչինչ էլ չէր եղել։ Եթե այսպես վարվենք, ապա եղբայրական սեր չենք ցուցաբերում։ Մենք պետք է քայլ անենք դեպի սա, այո, այսինքն պատասխանատվություն ստանձնենք, այսինքն պատրաստ լինենք, որ սա իմ ոլորտն է։ Ես ծածկում եմ այն, ես պատասխանատու եմ դրա համար, եւ այստեղ մարդիկ հույսը դնում են ինձ վրա։ Եվ լավ է, նրանք կարող են հույսը դնել ինձ վրա, որովհետեւ ես սիրում եմ նրանց։ Եվ ես դա կանեմ Տիրոջ եւ եկեղեցու համար։ Հետևաբար մի վախեցեք պատասխանատվություն կրել որևէ տեսակ ծառայության համար։ Սրանով էլ դուք եղբայրասիրություն եք սովորում։ Անհարմար քայլեր արեք։ Անհարմար քայլեր արեք։ Արեք բաներ, որոնք անհարմար են, որոնք ստիպում են ձեզ փոխել ձեր սովորական գրաֆիկը։ Հրաժարվել ձեր սովորական ռեժիմից։ Այլ կերպ ասած, ջանք թափել ծառայելու համար։ Այո, իհարկե մեզանից շատերը, նույնիսկ անհավատները, պատրաստ կլինեն անել որևէ բարի գործ, որը հենց իրենց ճանապարհին է։ Եթե նրանք ուղիղ քայլում են արահետով եւ այնտեղ աղյուս են տեսնում, ապա սկզբունքորեն շատ մարդիկ, նույնիսկ անհավատները, այդ աղյուսը կհեռացնեն ճանապարհից,
Աղյուսը հեռացնելու համար շատ ավելի դժվար է ճանապարհից դուրս գալը։ Ձեր ուղին անջատելու համար, գիտակցելով, որ պետք է գնաք այս ուղղությամբ, դուք փոխում եք ձեր ծրագրերը եւ անում եք ինչ-որ անհարմար բան։ Եղբայրական սերը սովորելու համար անհարմար քայլեր ձեռնարկեք։ Արեք այն, ինչը ձեզ անհարմար է դարձնում։ Սկզբում դու գնացեք խոսելու, նույնիսկ եթե հոգիդ քոր է գալիս։ Մտածում ես, ինչի մասին խոսեմ այս մարդու հետ։ Մոտեցեք եւ խոսեք։ Դուք կտեսնեք, որ իրականում ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ։ Իրականում հաղորդակցությունը շատ ավելի հեշտ է։ Գնացեք այցելության, նույնիսկ եթե դա ձեզ համար անհարմար է։ Եթե դուք սովոր չեք որևէ մեկին այցելելուն։ Ես այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում ոչ մեկին նյարդայնացնել։ Ջղայնացրու, նյարդայնացրու, արա այն, ինչը քեզ համար անհարմար է։ Իրականում քո մեջ խոսում է քո եսասիրությունը, երբ ասում ես ես չեմ սիրում ոչ մեկին նյարդայնացնել։ Ես չեմ սիրում ոչ մեկին նյարդայնացնել։ Դուք սիրում եք ձեզ ծանոթ մթնոլորտը եւ չեք ուզում փոխել այդ մթնոլորտը։ Անհարմար բան արեք։ Ամեն ինչ արեք ծառայելու համար։ Եվ եւս մեկ խորհուրդ, որը միշտ օգնում է հոգեվորաչի ցանկացած հարցում։ Կարդացեք կենսագրությունները։ Կարդացեք անցյալի քրիստոնյաների կենսագրությունները, քանի որ կտեսնեք եղբայրական սիրո բազմաթիվ օրինակներ, եւ դրանք ձեզ նույնպես կոգեշնչեն, թե ինչպես սեր դրսևորել։ Օրինակ Յուրի Սերգեևիչ Գրաչովի կենսագրությունը, ով ելույթ է ունեցել, ով իր կյանքի նպատակն է դարձրել, որքանով ես հիշում եմ նրա կենսագրությունը։ Ըստ էության կարելի է ասել, որ նա իր կյանքի նպատակ է դարձրել եղբայրական սիրո այս մեկ կողմը կատարելը։ Ես հիվանդ էի։ Նրանք այցելեցին ինձ, չէ՞։ Մի մոռացեք եղբայրական սիրո մասին։ Եղբայրասիրությունը թող շարունակվի ձեր մեջ։ Հիշեք տառապանքն ու սանձը։ Հիշում եք, մենք կարդում էինք այս կողմը, այս աստվածաշնչյան պատվիրանը։ Եվ այսպես նա իր կյանքի նպատակը դարձրեց ըստ էության եղբայրական սիրո այս կողմը կատարելը, այցելել բանտերում գտնվող հավատացյալներին։ Եվ նա ինքը բազմիցս բանտարկվել է դրա համար խորհրդային իշխանությունների կողմից։ Բայց ճանապարհին որքան մեծ բաներ իրականացրեց Տերը նրա միջոցով։ Սա նույնպես եղբայրական սիրո կարևոր կողմ է։ Կենսագրություններ կարդալով մենք նույնպես սովորում ենք եղբայրական սեր ցուցաբերել։ Սիրելի բարեկամներ, որտեղ են գտնում եղբայրական սիրո բարձրագույն օրինակը։ Կամ ավելի ճիշտ, ում մեջ։ Եղբայրական սիրո բարձրագույն օրինակը մեզ ցույց է տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Նա ինքն էլ այսպես ասաց. Հովհաննես 15 համար 13։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ Ինչ արեց Քրիստոսը։ Նա իր կյանքը զոհաբերեց իր ընկերների համար։ Նա ցուցաբերեց բարձրագույն սերը։ Նա զոհաբերեց իրեն հրաժարվելով նույնիսկ կյանքը շարունակելու հնարավորությունից։ Իր կյանքին վերջ դնելով, նա իր կյանքն էլ զոհաբերեց ուրիշների համար։ Սա եղբայրական սիրո բարձրագույն դրսևորում է։ Սիրելի բարեկամներ, եթե դեռ չեք ճանաչել Հիսուս Քրիստոսին որպես ձեր Տեր եւ Փրկիչ, հիշեք, որ նա մեծագույն սեր է ցուցաբերել ձեզ հանդեպ։ Նա իր կյանքը զոհաբերեց քեզ համար։ Նա իր վրա վերցրեց քո մեղքերը, քո պատիժները։ Եվ նա խոստանում է ներել բոլոր նրանց մեղքերը, ովքեր գնան նրա մոտ հավատքով եւ զղջմամբ։ Հեռացիր քո մեղքից։ Զղջացեք ձեր կյանքում գործած բոլոր չարիքների համար, խախտելով Աստծո պատվիրանները։ Գիտակցիր, որ դու մեղավոր ես, Աստծո դատաստանի եւ Աստծո պատժի տակ։ Եվ եկեք Քրիստոսի մոտ, քանզի նա ողորմած է, եւ նա ցուցաբերում է ամենամեծ եղբայրական սերը։ Նա արդեն իր կյանքը տվել է ձեզ համար, որպեսզի Աստծո դատաստանի ժամանակ վճարի ձեր փոխարեն պատիժը։ Որպեսզի երբ դուք կանգնեք Աստծո առաջ ապաշխարության աղոթքով, կարողանաք լսել այսպիսի պատասխան. Այո, ես ներում եմ քեզ, որովհետև իմ որդին Հիսուս Քրիստոսը արդեն վճարել է քո մեղքերի համար։ Եկեք Քրիստոսի մոտ, եւ նրա եղբայրական սերը կսկսի դրսևորվել եւ աճել նաեւ ձեր մեջ։ Այսպիսով դուք նույնպես կսովորեք Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով սիրով լցվել եկեղեցու հանդեպ, սեր ցուցաբերել եղբայրների եւ քույրերի, հավատացյալների, Աստծո զավակների հանդեպ։ Դուք սովորեք եղբայրական սեր։ Եկեք աղոթենք։ Մեր Տեր եւ ողորմած Աստված, մենք ամբողջ սրտով շնորհակալ ենք քեզ Հիսուս Քրիստոսի համար, քանի որ նա ցույց տվեց եղբայրական սիրո մեծագույն օրինակը, եւ նրա սիրո միջոցով մենք կարող ենք սիրել միմյանց։ Երբ նա կոչ արեց մեզ սիրել միմյանց եւ ասաց, որ դրանով բոլորը կիմանան, որ մենք իր աշակերտներն ենք,
Նա նկատի ուներ, որ մենք սովորենք նրանից սիրել։ Նա մեզ ցույց է տալիս իր սերը, այս սիրո օրինակը, եւ եթե մենք իսկապես սովորենք նրանից, ապա մենք նույնպես կսիրենք միմյանց եւ կզոհաբերենք մեզ եկեղեցու հավատացյալների համար։ Խնդրում եմ, սովորեցրու մեզ այս սերը։ Օգնիր մեզ բարի գործեր անել մեր եղբայրների եւ քույրերի հանդեպ։ Եկեղեցում ծառայության գործեր, որպեսզի քո գործուն սերը երևա մեզ։ Օգնիր մեզ լցվել քո շնորհով։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։